բան չէ, որ ասել եմ, որ մեր պարտությունների, մեր դժբախտությունների, մեր այսօրվա ծանր ու օրհասական վիճակի համար պատասխանատու է Նիկոլ Փաշինյանը եւ յուր իշխանությունը իր թայֆայի հետ միասին պատասխանատվություն կրում է այո Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ինչ վերաբերվում է օրվա իշխանականների հերթական խայտարակ հայտարարություններին եւ այն խայտարակություններին, որի հետ կապված են, որ ասում է Նիկոլը հերթ չի տալիս իր թիմի հետ միասին, ամեն օր մի նոր զավեշտով Փաշինյանը փորձում է այսպես զբաղեցնել հայ հասարակությանը եւ հայ ազգին։ Ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը նախ այն մասին, որ չգիտեմ արդեն սիրելին է, մի օր ասում է իմ դաշնակիցն է, իմ լավ բարեկամն է Ռուսաստանը ցարը, մի օր գնում ասում է ցար ջան, գալի հետո բողոքում է, հետո գնում է չգիտեմ իր ամերիկաներ ու եվրոպաներ ասում է ցարը լավը չի, լավը դուք եք, այ հոպար ջան, Թրամփ հոպար, են էլ ասում է քեզ չեմ հիշում, Ալիևի հետի տղեն է իր ոնց որ այդպես էլի մեզ Նիկոլին ասոցացնում է, ասենք հակառակորդ երկրի նախագահի հետ, սա արդեն լրիվ այլ խայտարակեջ է, որի մասին էլի խոսել եմ առիթ եղել է։ Հիմա ինչ է ասում Նիկոլը ցարի հետ հանդիպման ժամանակ, ինչ էր ասում, ասում է 22 թվականին Պրահայում երբ որ ասացի, որ Ադրբեջանի անբաժանելի մասն է կազմում հայրենի Արցախը, ասում է դե Պուտինը ապրած կենա, գիտեք էդ ինչի եմ ասել, որովհետև ռուսական վերնախավը երկու անգամ հայտարարություն տարածեց եւ հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի անբաժանելի մասն է եւ վերջ։ Այ քեզ բան։ Հիմա Փաշինյան Նիկոլ դուրս է գալի, որ եթե հիմա այդ նույն ցարը 3 անգամ հայտարարի ասի, որ օրինակ Մեղրին, Վայոց ձորը, Արարատյան դաշտավայրը, ընդհանրապես Երևանն էլ հետը որպես նվեր, առանձին գրև։ Այդ ամեն ինչը այսպես հերթով օրը մեջ թվարկի, որ Ադրբեջանի անբաժանելի մասն է եւ վերջ։ Այսինքն երկու անգամ ասելուց հետո, երկու անգամ ուզելուց հետո Նիկոլ դու տալիս ես, հա?